Բարի առավոտ բարեկամներ, բարի ողջույն բոլորիս եւ մենք շարունակում ենք մեր եթերը այսօր հանդիպում ունենք մեր սելի Հովհաննես եղբորի հետ Մարսելից եւ շատ ուրախ եմ Հովհաննես եղբայր, շնորհակալ եմ որ միացաք մեզ։ Ես էլ շատ ուրախ եմ Աբրահամ եղբայր ջան։ Եվ ամեն անգամ ես միշտ ասում եմ որ այս առավոտյան ժամերին Տերոջ խոսքի շուրջ հավաքվելով իրոք որ ուրախություն է մեզ համար։ Շատ լավ բառ ասացիք, ուրախություն է մեզ համար եւ գիտես շատ հետաքրքիր նախաբան է եւ լուրջ մտածելու առիթ է տալիս, պետք է որ ուրախ լինենք։ Այսօր ինչ որ մեկը արթնացել է քնից եւ պետք է որ ուրախ լինի, նա ով որ Աստծո որդի է եւ իր օրը սկսում է ուրեմն Աստծո խոսքով անպայման պետք է որ ուրախ լինի եւ պարագաներ կան իրոք մեր կյանքի մեջ որ պետք է որ ուրախ լինենք, բայց չգիտեմ ինչու տխրում ենք հաճախ երևույթներից, բայց պետք է որ ուրախ լինենք։ Հովհաննես եղբայր, մենք քեզ սիրով լսում ենք։ Մանավանդ որ անցյալ ժամանակով է ասում։ Այո։ Պետք է, այո։
Այսինքն անհրաժեշտ էր Այսինքն սա նաև հրամայական ինչպես Նիկոդեմոսին ասեց պետք է որ վերստին ծնվեր այնպես էլ նույն բառն է պետք է որ ուրախ լիներ բայց կամ որ ուրախ չեն կարող ենք ասել սա նաև ինչ որ ձևով ցուցիչ է մեր կյանքում պետք է որ ուրախ լինենք բայց ափսոս որ այդպես չէ Եթե հիշում ես, ես մի անգամ խոսեցինք այդ մասին, որ ես ինքս ինձ հարց տվեցի, երբ որ Հիսուս ասում էր, որ իմ ուրախությունը ձեզ եմ տալիս։ Հետո, բայց մենք ավետարանների մեջ շատ չենք տեսնում, թե Հիսուսի ուրախությունը ինչու՞մ է երբ ուրախացավ, ինչպես ուրախացավ, այսինքն մենք մանրամասներ չունենք, գիտենք որ վրդովվեց, գիտենք որ բարկացավ, գիտենք որ լաց եղավ, գիտենք որ հուզվեց կամ ինչ որ ձևերով արտահայտվում էր, բայց հատուկ ձևով շեշտված չի, միտեղ կա որ ասում է եւ գոհացավ Աստծոց եւ ասեց հայր շնորհակալ եմ որ գիտուններից իմաստուններից վերցրիր տղոց հայտնեցիր ուրեմն առանձնապես չենք տեսնում շեշտադրված նրա ուրախության տեսակ թեև կա եւ բազմաթիվ է եւ թաքնված է մի տեղ հիշեցի որ ասում Հիսուսի մասին է կոնկրետ որ ասում եւ նրա ուրախությունը մարդկանց որդիների հետ էր Այո, դա եթե չեմ սխալվում, այո, հին ուխտի մեջ գրված է, այո։ Չգիտեմ նոր ուխտի մեջ այդպես կա թե չէ, բայց հին ուխտի մեջ կա։ Ուրեմն ես կներեք Հովանես եղբայր, մինչև շարունակեք ես կուզեմ նրանք ովքեր միացել են հատուկ խնդրեմ որ այս եթերը կիսվեք ձեր ընկերների հետ, թող նրանք էլ օրհնասիրելի քուրեր եղբայրներ։ Սիրով լսում ենք ես Հովանես եղբայր։ Ուրեմն ես այսօրվա թեման վերցրեցի Ղուկաս ավետարանի 15-րդ գլխից։ Մեր համարը որ նշել ենք վերջի համարն է, որ ասում է պետք է որ ուրախ լինեիր։ Գիտեք Այստեղ այս 15-րդ գլխում 3 առակներ կան եւ այդ 3-ի նպատակը կամ նրանց վերջավորությունը, որովհետեւ առակի ընդհանրապես իմաստը, ինչի համար է այդ առակը, վերջում է արտահայտվում։ Ոնց որ ամփոփիչ եզրակացուցիչ մի նախադասությամբ։ Այս 3 առակներն էլ վերջանում են այդ ուրախությունով, այսինքն կորսվածը գտնվելու ուրախությունով կամ մեռածը կենթանանալու ուրախությունով 3 առակներ են, որոնց մասին արագ կխոսենք, բայց իմ նպատակը այս առակները վերակրկնել չէ, այլ տեսնել ինչ ընդհանուր բաներ կան այս 3-ի մեջ, որտեղ Հիսուսը այս 3-ը միասին ասեց եւ մեկնարկեց շատ հետաքրքիր մի դրվածքից, մի դրվածից, այսպես ասենք, իրավիճակից։ Բայց նախքան դա ուզում եմ հիշեցնել, որ առակը ինքը ոչ թե բուն ճշմարտությունն է, այլ ճշմարտությունը ներկայացնող միջոց է։ Առակի միջոցով ճշմարտությունը մեզ բացահայտելու, ցույց տալու համար է։ Ես ինչու եմ սա շեշտում, որովհետև շատերը կարող են վերցնել եւ այդպիսիններ կան առակը բառացիորեն որպես ճշմարտություն եւ բավական շեղումներ են առաջանում, ինչպես օրինակ այստեղ մենք 3 հատ առակ ունենք, բայց եթե վերցնենք մի հատը եւ ասենք 99 թողեց եւ գնաց մեկի հետևից ու սրա վրա կառուցենք ճորվարտապետություն, որ ովքեր են 99 եւ 1% մյուս եւ այլ, այսինքն մենք կարող ընդհանրապես մոլորվենք բուն առակի
նպատակից, որի մեջ կա շնորհություն, միանշանակ։ այո, եւ Հիսուսը իզուր տեղը չի, որ այս 3 առակների մեջ տարբեր ձևով է այս թվային հարցերը լուծում, այսինքն մենք առաջի առակի մեջ, որը ցույց է տալիս, որ 100 ոչխարներ կան եւ մեկն է կորսված, երկրորդի մեջ տեսնում ենք 10 դրախմաներ, որոնցից մեկն է կորսված, երրորդի մեջ տեսնում ենք 2 հոգի, որոնցից մեկն է կորսված։ Այսինքն չենք կարող կառուցել ինչ-որ վարտապետություններ 100-ի, մեկը 100-ից, չգիտեմ, մեկը 10-ից, մեկը 2-ից, ինչ-որ սրանց վրա կխառնենք ամեն ինչ իրար։ Դրա համար ես նորից եմ ուզում ասել, որ կրկնել, որ առակը դրա համար չի, որ մենք նրան վերածենք ինչ-որ բուն ճշմարտության եւ նրա ամեն մի բառը դարձնենք վարտապետության թեմա։ Առակը ունի մի խտացված բնույթ, որի մեջից նկարագրվում է որոշակի ճշմարտություններ, որոնք արտահայտվում են նրա վերջում։ Այսպես ուրեմն պետք է մոտենանք։ Հիմա այս 3 առակները մեկնարկում են մի իրավիճակից, մի դեպքից, որ առաջի համարի մեջ է գրված, եւ ես կարդամ դա։ Եվ բոլոր մաքսավորները եւ մեղավորները մոտենում էին նրան, որ լսեն նրանից, եւ փարիսեցիներից եւ դպիրներից տրտնջում էին եւ ասում, թե սա ընդունում է մեղավորներին եւ նրանց հետ ուտում։ Սա էր պատճառը, որ Հիսուսին մղեց այս 3 առակները ասելու։ Եվ այստեղ տեսնում ենք 2 դասակարգ, ինչպես միշտ, մեղավորներ եւ մաքսավորներ, միևնույն ժամանակ մյուս կողմը փարիսեցիներ եւ դպիրներ։ Ուրեմն միշտ այս երկուսը հակադրվում են։ Հիշում եք այն աղոթողները, փարիսեցին եւ ասենք այդ մեղավորը, եւ ընդհանրապես ես փորձեցի փնտրել, գտնել, թե քանի փարիսեցի կար, որ Հիսուսին ընդունեցին եւ հետևեցին նրան, ավետարանների մեջ մի հոգի գտա, որ Նիկոդեմոսն է, որ հստակ ձևով չի գրված նրա մասին, որ ինչպես օրինակ թղթերի մեջ, ворսկարակելոցի մեջ Պողոսի մասին։ Պողոսի մասին հստակ գրված է, որ փարիսեցի էր եւ իր հետ մի դեպք պատահեց, որից հետո ինքը բոլորովին փոխվեց, դարձավ Հիսուսի հետևորդ, մի փարիսեցի։ Ուրիշ դեպքերում ես չգտա, ճիշտ ասած, եթե մեկը գտնի, թող ինձ գրի, թե արդյոք ուրիշ փարիսեցի կար ավետարանների մեջ, որ հստակ ձևով գրված լինի, որ ինքը փարիսեցի եւ դարձավ Հիսուսի աշակերտ։ Մենք Նիկոդեմոսին, ինչու, որովհետեւ Նիկոդեմոսի մասին 3 տեղ գրված է, վերջում, որ Հիսուսին պիտի խաչեին, դատապարտեցին նրան, Նիկոդեմոսը պաշտպանեց, ասելով, որ արդյոք մեր օրենքը չի ասում, որ մի հատ հարց ու փորձ արեք, մի հատ տեսեք այդ մեղավորին ինչ է, ինչ չէ, հետո նոր, որ բանի տեղ չեք դնում եւ տանում եք նրան մեղադրանք եք դրել եւ խաչում եք։ Եվ այս քանի որ պաշտպանեց օրենքը մեջտեղ բերելով, որ պետք էր այսպես անել, նրանք անմիջապես փարիսեցիները հանդիմանեցին նրան, թե բա դու ես, չունի դու ես նրա հետևորդ եւ այլ։ Ուրեմն սրանից ենք եզրակացնում, որ այո, Նիկոդեմոսը հավանաբար դարձավ Հիսուսին հետևորդ։ Փարիսեցի։ Նրա փարիսեցի լինելն էլ շեշտված չի, իշխան էր ինքը։ Դրանով, բայց մտածում ենք, որ իհարկե իշխանը ավելի կրոնական բնույթ ուներ այդ ժամանակ եւ հնարավոր է, որ փարիսեցիների եւ իշխանավորների դասին պատկանող մեկն էր։
Ուրեմն այստեղ հետաքրքիր ուրիշ բան էլ կա, որ տրտնջում էին այս փարիսեցիները, դպիրները, թե մեղավորներին ընդունում է։ Ոչ միայն ընդունում է, նրանց հետ բարեկամանում է, որովհետև ուտում է իրենց հետ։ Գիտեք, մենք լավ գիտենք մեր արևելյան բնավորության մեջ, մեկի հետ հաց ուտելը դա կոչվում է բարեկամանալ, այսինքն մենք միշտ ասում ենք, մենք միասին հաց ենք կերել, էս ենք արել, եւ այլ, այսինքն մենք այնքան մտերմացել ենք։ Հաց ուտելը նույնն է իրենց համար էլ է այդ։ Ուրեմն մտերմացել էր, նրանք տրտնջում էին, չէին կարողանում դա ընդունել։ Մինչդեռ ես ուզում եմ ձեզ մի տեղ ցույց տալ, որ դա էլ նույն Ղուկասի 15-րդ գլխում է, ուրեմն 15-րդ գլխի 10 համարը Զաքեոսի մասին է, դուք հիշում եք։ Ուրեմն Զաքեոսը ոչ միայն փարիսեցի էր, ոչ միայն մաքսավոր էր, հապա մաքսապետ էր։ Այսինքն հարկայինի շեֆն էր էլի։ Հասկանում եք։ Հարկավակող չէր, նրանց գլխավորն էր։ Ուրեմն այստեղ եթե 19-րդ գլխի 7 համարից կարդանք, երբ որ Զաքեոսը ընդունեց Հիսուսին իր տունը, եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում. Դες նույնն է։ Մեղավոր մարդի մոտ մտավ հանգիստ առնելու։ Զաքեոսն էլ կանգնեց եւ Տերոջն ասեց. Տեր, ահա իմ ինչքերի կեսը աղքատներին կտամ, եւ եթե մեկին սրբարտությունով զրկել եմ, 4 պատիկ կվճարեմ։ Հիսուսն էլ նրանց ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է։ Իմ համար սա շատ մեծ կարևորություն ունի, որովհետև ես որդի հասկացողությունը իմ համար այնքան մեծ նշանակություն ունի, որ շեշտված է, որ անգամ եթե Աբրահամի սերունդից ես, բայց կարող է որդի չկոչվես։ Թեև Աբրահամի սերունդ եք, բայց որդի չեք։ Որդին խոստմունքի բնույթը ունի եւ Աստծո համար բոլորովին ուրիշ չափողականության մեջ է։ Եվ այստեղ Հիսուս ասում է, որ սա Աբրահամի որդի է։ Եվ ասում է, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Նպատակը իր գալու շեշտված է։ Ուրեմն սա բացառիկ մի անձ է, Զաքեոսը, կերպար, մաքսապետ, որը մեղավորների դասակարգին էր պատկանում, մեղավորների եւ մաքսավորների, եւ Հիսուս հատուկ շեշտում է, որ այս ձեր տրտանջած ձեր այդ անձը մաքսավորը, մաքսապետը Աբրահամի որդի է։ Սա Աստծո որդի է, թեև այո, մեղավոր է, բոլորս ենք մեղավոր, բայց Աստված նրան տեսնում է որպես իրենը, որպես իր որդի։ Դրա համար էլ Հիսուս մտավ նրա տուն եւ այդ տանը փրկություն եղավ։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Հիմա այստեղ մենք վերադառնանք նորից 15-րդ գլխին, այստեղ տեսնում ենք առաջի առակը, որ 99 թողում է, որոնք ապահով վիճակի մեջ են, այսինքն նրանք կորսված վիճակի մեջ չեն, որովհետև հովիվը նրանց առանձին երևի պաշտպանել է, այս մեկը ինչ պատճառներով ուրեմն կորսվել է։ Եվ հովիվը ամեն ջանք թափում է, իր կյանքն էլ դնում է, որպեսզի գնա եւ այդ մեկին գտնի։ Ինչու է այս տեսակ շեշտավորվում, ես կասեի այդ կոնտրաստով, այսինքն 99-ից 1-ը, 100-ից 1-ը, որպեսզի ցույց տա կարևորությունը այդ մեկի։ Հասկանում եք ինչու՞ն է բան։ Ես նորից եմ ասում, մենք չպետք է կառուցենք այդ 100-ի կամ 99-ի մեկի վրա ինչ-որ բաներ սկսենք, սա մեզ ոչ մի տեղ չի տանի։ Բայց շեշտը դրվում է առաքիչ կարևորության վրա, 100-ից 1-ը,
Ինչպես նաև հեսա խոսենք 10-ից 1-ի մասին։ Ամեն դեպքում այստեղ սա ենք տեսնում։ Եվ ես ուզում եմ անմիջապես Հովանու տարանը բացենք, որտեղ ուրեմն Հովանու 10-րդ գլխի մեջ ավելի մանրամասը տեղեկություններ կա այս ոչխարների մասին կամ գառների մասին, որոնք Հիսուս որոնց ճանաչում է, փնտրում է։ Ուրեմն 10-րդ գլխի 14-ից 16-ը գարտանք։ Ես եմ բարի հովիվը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններից նել ճանաչվում եմ։ Սա շատ նորից կարևոր հանգամանք է, որ չկարծենք, թե պատահական բաներ են լինում, կամ առանց ճանաչելու Հիսուս գնում է, չգիտի ինչ կլինի, չգիտի։ Կպավ, հա, կպցնելու դա։ Չեն ընդունի, ինքն էլ չգիտի։ Կպավ, ոնց որ դու ասում ես, բայց այդպես չի իրականում, այդպես չի, որովհետև ինքը պարապ տեղը ոչինչ չի անում, ինքը նախքան անել է քայլ անել։ Հայրը ցույց է տալիս իրան, նա առաջնորդվում է հոգով, չի կարող սխալ առաջնորդվել կամ կասկածով կամ պատահական բաներին վրա հույս դնելով։ Հետևաբար մենք վստահորեն կարդում ենք այստեղ. Ես եմ բարի հովիվը եւ ես իմիններին ճանաչում եմ եւ իմիններից ներ ճանաչվում եմ, ինչպես հայրն է ինձ ճանաչում, դու համեմատությունը տես, եւ ես ճանաչում եմ հորը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար, եւ ուրիշ ավելի կարևոր հավան, եւ ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս գավիթիցը չեն, եւ նրանց էլ պետք է բերեմ, եւ իմ ձայնին կլսեն։ Այդ ուրիշները, որոնք ըստ էության Իսրայելը չի, հետամասներից են, իմ ձայնը կլսեն, իսկ եղբայրներ քույրեր, ես հիշեցնեմ ձեզ, Աստծո ձայնը լսողները ճշմարտությունից եղողներն են, ովքեր որ ճշմարտությունից են, ինձ լսում են, ասեց Հիսուսը Պիղատոսին, ոչ թե լսում են, հետո դառնում են ճշմարտությունից, լսում են, քանի որ աստվածային ճշմարտության գենը կա իրենց մեջ, նրանք արձագանքում են այն հոգուն, որը մեր հոգու հետ վկայություն է տալիս, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ես ընդգծում եմ սա, որպեսզի նորից շեշտվի։ Ուրեմն, եւ ուրիշ ոչխարներ էլ ունեմ, այս որ ասկավիթից չեն, եւ նրանց էլ պետք է բերեմ, եւ իմ ձայնին կլսեն, եւ մի հոտ եւ մի հովիվ կլինեն։ Ուրեմն մենք այստեղ տեսանք, թե որ դասակարգից, որ Աբրամի որդի, այսպես ասած, խոստմունքի որդի կոչվածներից մեջից գնում է եւ փնտրում է նրան, որ կորել է։ Նա չի փնտրում այն դասակարգից, որ կորուստի համար են արարված։ Նա պետք չունի գնալու եւ օրինակ Հուդային փնտրելու, որտեղ գիտեր ի սկզբանե, որ Հուդան կորստյան որդի է։ Սրանց չի վերաբերում, վերաբերում է իր որդիներին, որոնք կորսված են, որոնք հեռացած են, որոնք մահացած են, մեռած են, հոգեվորապես մեռած են։ Նրանք պետք է կենթանանան եւ գտնվեն։ Ինչպես հետո կտեսնենք, նաև երկուսից մեկը, այսինքն այս մյուս երրորդ առակի մեջ։ Կարող ենք նաև այստեղ հասկանալ Աստծո բնույթն էլ, այն իմաստով, որ Աստված ինքը կորցնող տեսակ չի, ինքը չունի այդ գաղափարը կորցնելու, սա էլ հատուկ բան է, շեշտ պետք է դրվի, հա, նա չի կարող կորցնել, այսինքն իր բնույթը կորցնել, նա չի հաշտվի կորուստի հետ, չկա այդպիսի բան իր բնույթում, շատ հետաքրքիր է, հնարավոր չի,
այս ամեն ինչը արարողը իր մեջի ծրագիրը եւ իր դրանից դուրս եկածը իր գործը պիտի կատարի հաջողի ինչպես որ ինքը եւ պարապ չի վերադառնալու սա ինչի համար որ ղրկվել է սրա մեջ ամեն ինչ կա ինչպես կարող է նա ինչ որ հանգարց կորցնել մի բան դա ուրեմն աստված չի մենք ուրիշ բանի հաստատ ուրեմն գալով երկրորդ հա իմիջալոց շեշտենք որ երբ որ ուրեմն ես չեմ ուզում բոլորը կարդալ կարող եք դուք 15 գլուխը լրիվ կարդալ բայց առակը վերջանում է այսպես առաջի առակը որ կորած ոչխարին փնտրում է այսպես է վերջանում ուրախացեք ինձ հետ որովհետև իմ կորած ոչխարը գտա ասում եմ ձեզ թե այսպես ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար որ ապաշխարե քան թե 99 արդարների համար որոնց ապաշխարություն պետք չէ ուրեմն մենք նորից ասում եմ չենք ուզում 99 որոնց պետք չէ մեկը պետք է դեն շուտ բաներ կառուցել առակը ասում է հետեւյալը որ կարևորությունը տրվում է կորսվածին եւ Հիսուսը այո մեղավորների եւ կորսվածի համար է եկել եւ բնականաբար իջում է այդ կորսվածներին որովհետեւ իրենն է ինքը գնում է իրանց մոտ նրանց կողմից էլ ճանաչվում է որպես բրկիչ երկրորդը խոսում է մի կնոջ մասին մի կնոջ մասին որը 10 դրահմ ուներ եւ դրանցից մեկը կորցրել է եւ չի վարի մի ճրակ ասում է լույսը չի վարի լուսավորի ամենտեղ միջև որ գտնե սաստիկ տունը ավելի դու ինչ ջանք է կապում լույսը անպայման վառում է ավելը վերցնում է ամեն անկյուն ավլում է սաստիկ փնդրող է սաստիկ Հիշում եք ես ժամանակին ասում էի ոչ թե ընտրող այլ փնդրող ենք եւ այս կինը փնդրում է իր դրահմը եւ ասում է երբ որ կգտնի բարեկամներին դրացիների կկանչի եւ ուրախացեք ինձ հետ որովհետեւ դրամը գտա որ կորցրել էի ասում եմ ձեզ այսպես էլ աստծո հրեշտակների առաջին ուրախություն կլինի մեկ մեղավորի համար որ կապաշխարե տեսնում եք առակը վերջանում է նույն իմաստով այստեղ մի հետաքրքիր տեղեկություն ես իմացա որ հին ժամանակներում այդ արևելյան կանայք այստեղ ճակատին ուրեմն դրախմաներ էին կրում կլոր բանի պես պտակի պես եթե հայկական տարազի մեջ էլ կա դա հայկական տարազի մեջ է եւ գիտեք ինչ իմաստ կա դրա մեջ ըստ այդ վարկածի որ ամեն մի դրախմը ներկայացնում էր կանացի առաքինություն եւ ում որ լրիվ էր այս սրանը 10 էր լրիվ էր իր առաքինության մեջ էր առաքինի կին էր այսինքն եւ դրանցից մեկը կորցնել նշանակում է արդեն խանգարվում է նրա այդ ստատուսը առաքինության հարցը հարցականի տակ էր դրա համար սաստիկ փնտրում էր որ կորցրած չլինի իր առաքինությունը տեսնում եք ինչ է դարքիրը հետեւաբար այս տեսանկյունից ենք նայում որ երբ որ գտնում է իհարկե ուրախանում է շատ է ուրախանում եւ ցույց է տալիս որ այո ես կտա իմ ամեն ինչ տեղում է եւ այլն եւ այստեղ էլ նույն ձևով է ավարտվում կորսվածի գտնելու ուրախությունը վաու այդ պատճառով է որ վերջում կտեսնենք որ ասում է պետք է որ այսինքն սա Հիսուսի ուրախությունն է թաքնված այստեղ որ ասեց իմ ուրախությունս տալիս եմ ձեզ այս ուրախությունը սրա մեջ է Հիսուսի ուրախությունը այն բանի մեջ է ինչի համար որ ինքը եկել է մեղավորին գտնելու եւ փրկելու սրա մեջ է ուրախությունը ինչի համար որ եկել է եթե իրականանում է ուրախ է եւ այս ուրախությունը Աստծո ուրախությունն է ոչ միայն ամբողջ երկնքի եւ հրեշտակների եւ նաեւ բնականաբար
մեր ուրախությունն էլ։ Այսինքն սա իրար եւ մեր կարող ենք ասել, որ մեր եղբայրը մեր առաքինությունն է, առաքինության նշանն է նաեւ այդ իմաստով։ Եղբայրը այո, իհարկե։ Որովհետև եղբայրը Աստծուց ծնվածին սիրելը նշանակում է Աստծուն սիրել, ուրեմն դա սերը առաքինության ամենաբարձրագույն կետն է։ Հիսուսը ասում է, գուցե քո եղբայրը շահես, գնա, սա հենց այդ իմաստով չէ նաև առաքինություն, շահես քոնը լինի։ Իհարկե, եթե դու սերը չունես, եթե դու քոնը չես համարում այդ եղբայրը, որ քո եղբայրն է, եթե չունես դա, ինչի՞ պիտի ուրախանաս։ Հիմա կխոսանք դրանից։ Կա։ Երրորդ առակը հենց դրա մասին է։ Այսինքն այստեղ շատ հետաքրքիր մի բան է նկատվում, որ ուրեմն եթե առաջի երկու առակները ցույց են տալիս ինչպես է Աստված վերաբերվում կորսվածի հետ, երրորդ առակի մեջ կորսվածի վերաբերմունքն է իր հոր հետ։ Այստեղ որոշ հետաքրքիր հանգամանք կա, որը նկատելի է։ Ուրեմն երկուսն էլ անհրաժեշտ են։ Երկուստեք անհրաժեշտ են, որտեղ սա հանդիպում է, երկու հանդիպում, հոր եւ որդու, երկուսն էլ այդ հանդիպման փափագը, ուրախությունը վայելում են։ Եվ ամենահետաքրքիրը ինչ է, որ երբ որ կարդում ենք այդ մենք ինչպես են կոչում անառակ որդու, հա, վերադարձ եւ այլն, ես կասեի որդու վերադարձ, որը համաձայն եմ ձեր հետ, լրիվ համաձայն եմ։ Մանավանդ որ գիտեք այդ այտենց չունենք հստակ գրված, որ նա անառակ որդի էր, այդպես չի ներկայացվում։ Ըստ երևույթի թարգմանիչները դա ավելացրել են, ինչ որ վերնագիր են դրել այդ իմաստով։ Հետո գիտես ինչ մյուս լեզուներով այդ անառակ բառը նույն բնույթը չունի, ինչ որ հայերենով։ Նույն բնույթը չունի, այնտեղ ունի նաև պարզապես անիմաստ ձևով վատնող իր ունեցածը վատնողին են ասում այդ անառակ մասնավոր դեպքում ուրեմն ես ֆրանսերենով ասեմ fils prodigue անմիջականորեն չի նշանակում անառակ, նշանակում է որ իր ունեցածը զեղ ձևով վատնող, սա է նշանակում։ Թեև այդ վատնելը նաև տեղի է ունեցել անառակների կամ ասենք ինչպես այստեղ գրված է պողնիկների հետ մեծ եղբայրն է այդպես բացատրում։ Այո։ Հիմա ես ինչն եմ ուզում այստեղ շեշտել, որ վերջում տեսնում ենք, որ այս ավակ որդին այդ ուրախությունը չունի։ Ինքը չունի այն ուրախությունը, որ հայրը ունի։ Աստծո ուրախությունը չունի, եղբայր։ Երկինքը ուրախանում է, հրեշտակներն ուրախանում են, Աստված ուրախանում է, Հիսուս Քրիստոս ուրախ է, այս եղբայրը, առաջնեկ եղբայրը չի ուրախանում։ Մասնակից չի Աստծո ուրախության։ Հիսուս որ ասեց իմ ուրախությունն եմ ձեզ տալիս, այս ուրախությունը չի ընդունում։ Ինքը ուրիշ ուրախություն ունի իր ընկերների հետ։ Ինձ մի ուլ էլ չմորթեցիր, որ ընկերներիս հետ ուրախանամ։ Տեսնում եք, բոլորովին ուրիշ տեղ է իր ուրախությունը։ Թեև առաջնեկ է։ Ձեզ չի հիշեցնում սա որոշակի մի դեպք Հակոբի եւ Եսավի։ Հակոբի ուրախությունը որտեղ էր, Աստծո օրհնությունը ունենալու։ Եսավինը ոչ։ Թեև առաջնեկ է։ Նա էլ է Իսահակի ծնունդ, Աբրահամի ծնունդ, բայց որդի չի։ Այստեղ է գաղտնիքը, որ խորը ուսումնասիրությունները մեզ բերում են դրան։ Եվ Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք մի զարմանալի ներդաշնակություն այս հարցի վերաբերյալ։
Եվ ուրեմն Աստծո էության պատասխանը չի, որտեղ Աստծո հետ չի ուրախանում, նա Աստծո ուրախության պատասխանը չի, նա ուրիշ է, բոլորովին ուրիշ, թեև առաջին եկե ինչպես ասացի, իսկ առակը վերջանում է ասելով պետք էր, որ դու ուրախ լինեիր, պետք էր, բայց դու ուրախ չես և չես էլ կարող լինել, չես կարող լինել, որովհետև քո ուրախությունը ուրիշ տեղ է, դու կուրախանաս Հիսուսի ուրախությունով, նույն ուրախությունով ինչ որ ինքն է, իսկ սրա համար անհրաժեշտ է լինել վերստին ծնված Աստծո որդի, որովհետև մարմնից ծնված մարմնի ուրախությունը ուրիշ տեղ է, սիրելիներ, ես Հովհաննեսը, իմ անունը, ծնվել եմ իմ հորից և մարմնից ծնված մարմին եմ, իմ սեփական ուրախությունը ուրիշ տեղ է, իմ սեփական ուրախությունը իմ եսի բավարարվածության մեջ է, ինչը որ իմ եսին հաճելի չի, ուրախ չեմ, և քննում եմ ինձ, տեսնում եմ, որ իմ եսին հաճելի է մարմնավոր գործերը։ Մի տեղ Հիսուսը շատ հետաքրքիր աշակերտներին բան սովորացրեց, երբ որ եկան, զարմացած, ասին դևերը մեզ հնազանդվում են, շատ ուրախ էին, հիանալի էր, հրճվում են, և Հիսուս ասեց, մի ուրախացեք նրա համար, որ դևերը ձեզ հնազանդում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ, սա էլ ինչ-որ ձև կապ ունի, այսինքն, ինչպես դուք ասեցիք, մեր հաջողություններով, հարաբերական ուրախություններով ենք երբեմն անգամ կրոնական երանք տալիս դրան, բայց հաստատուն ուրախությունը, որ ծնունդ ունենք վերստին, նույն իմաստով է դա, եթե ծնունդ կա, ուրեմն անունները մեր երկնքում գրված են կյանքի գրքի մեջ, շատ հետաքրքիր է, այո։ Այդ պատճառով եմ ասում, որ Հովհաննեսը որպես մարմնից ծնված մարմին մեղքի բնույթով, մեղքի բնութագրով, մեղքի բնավորությամբ, որքան էլ որ դա ծածկված լինի կրթության, չգիտեմ, քաղաքավարության դիմակներով, բայց էությունը մնում է այդպիսին, և նա չի բարելավվում, նրան մենակ խաչել է պետք, այստեղ է վերստին ծնունդի կարևորությունը, պետք է, որ վերստին ծնվել, պետք է, եթե ոչ Աստծո արքայության հետ առնչություն չես կարող ունենալ, Աստծո արքայության ուրախության հետ էլ առնչություն չես կարող ունենալ։ Այսինքն վերստին ծնունդի ցուցիչներից մեկը սա է, եթե ես չեմ ուրախ եղբորս փրկության համար, ուրախ չեմ մեկի գերությունից ազատվելու և վերստին ծնվելու և գալու դեպի հայրը, ըստ որում նորից հիշեցնեմ ձեզ, Հովհաննու 6:44-ում ասում է, որ եթե հայրը չքաշի, մեկը չի կարող ինձ գալ, իսկ հայրը քաշում է նրանց, որ իրն են, որտեղ ճանաչում է, դա իր հիմքն է, ճանաչում է նրանց, որ իրն են, ուրեմն քաշում է, և երբ որ քաշում են, նրանք գալիս են, ինչպես Պողոսն էլ Փիլիպպեցիներին ասում է, որ ես չեմ ասում, որ հասել եմ, բայց նկրտում եմ դեպի նա և նրա կողմից էլ բռնված եմ ասում են, Քրիստոսի կողմից, այո, ուրեմն, այս բաները միշտ պետք է կրկնել, որպեսզի մեր մեջ հաստատուն հիմքեր դառնան, ուրեմն ոչ ոք չի կարող նրան գալ, ուստի ձայնը ճանաչելը և այդ ձգողականությունը, ձայնի մեջ ձգողականությունը հոր կողմից, սրանք հիմնային բաներ են, երբ որ հովիվը գնում է կորսած ոչխարին փնտրելու, նա ոնց է փնտրում, լուռ ու մունջ, ոչ, կանչում է, նրան հարազատ ձայներով, չգիտեմ իրենք գիտեն ոնց են, հողոյ են ասում, ինչ են ասում, մի ձևի, մի խոսքով այնպիսի ձայներ անելով, որ ոչխարից արձագանք ստանա, որ իմանա որտեղից է այդ ձայնը գալիս, այդպես են փնտրում, թեև դժվար տեղերով, թեև վտանգավոր կյանքը տալու բանով, բայց ինքը այդպես է, երբ որ մեզ փնտրում է մեր Տերը, նա ձայն ունի, ձայն է հանում, մենք էլ այդ ձայնին արձագանքում ենք, ասում ենք, Տեր ազատիր ինձ, Պետրոսի պես, երբ որ խորտակվում էր, ինչ ասեց,
Տեր ազատեզից եւ Տերը լսում է այդ ձայնը, որովհետեւ ճանաչում է այդ ձայնը, ինչպես մենք ճանաչում ենք իր ձայնը։ Այսպես է փնտրում եւ գտնում։ Այնպես որ ճշմարտության քարոզչությունը այս փնդրտուքի հիմնական մասն է, երբ որ ճշմարտությունը քարոզում ես, մարդը լսում է, սիրտը Աստված բացում է եւ գնում է, թափանցում է Երկսարիսուրի պես, գտնելու այդ գենը ճշմարտության եւ այնտեղ արձագանք տալու, որ դու Աստծո որդի ես, դուրս արի այդ գերությունից, ես եկել եմ քեզ այդ գերությունից մեղքի բնույթից ազատելու, ես զորություն ունեմ, հարուցյալ զորություն ունեմ այդ մեղավոր բնույթը մերցնելու եւ նոր աստվածային բնույթով նրան փոխարինելու։ Սա հիմնական բաներ են, որոնց վրա պետք է կառուցել մնացած բոլորը։ Ուրեմն ես ինչու այս բանը նորից շեշտեցի, որտեղ գտնում եմ շատ կարևոր։ Եվ նույն բանը տեղի ունեցավ Զաքեոսի հետ, նույն բանը տեղի ունեցավ Պողոսի հետ, Պողոսն էլ բացառիկ երևույթ է, որպես փարիսեցի, ես նորից ասեմ, որ սա այն մաքսավոր կամ մեղավորների դասակարգը չի, սա փարիսեցի է, այսինքն դա չի նշանակում, որ եթե դու կրոնական աշխատող ես կամ եւ այլն, քեզ համար չի դա։ Ոչ, նրանց համարել է, թեև ասում եմ, բացառիկ դեպքեր կան, ես ունեմ մի հատ Նիկոդեմոս կա, մի հատ էլ ավետարանների մեջ, մի հատ էլ գործարարների մեջ Պողոս։ Բայց նրանցը նա կոչվեց անտիրանոտ, նա ուղղակի Աստված երկնքից հայտնվեց, որպեսզի այդ բանը տեղի ունենա, Դամասկոս, դրա համար ասում եմ, որ մեզանից ամեն մեկը պետք է ունենա իր Դամասկոսի ճամփան, որտեղ հանդիպում ունենա, այս հանդիպումը կարևոր հանգամանք է վերստին ծնունդի համար։ Եվ այսպիսով ուրեմն այս ավակ որդին չունի Աստծո ուրախությունը, նա Աստծո հետ չի ուրախանում, նա ճշմարտության հետ խնդակից չի։ Ինչպես Կորինթացիս 13-ի մեջ է ասում սիրո գլուխը, որ նա ուրախանում է ճշմարտությունով։ Ճշմարտության հետ ուրախ է։ Բայց տղան ուրախ չի։ Եվ հայրը նրան ասում է, նայիր ասում է, դու էլ ես, դու իմ որդին ես, դու իմ սերունդից ես, բայց բանից պարզվում է դու նույն որակը չունես, դու նույն իմ ուրախությունը չես կիսում, դու իմ սերը չես կիսում, դու իմ ճանաչությունով չես ճանաչում քո եղբորը, դու արհամարում ես եւ ինձ եւ եղբորդ, ասում ես այդ քո որդին։ Այլևս եղբայրը չի ուրեմն։ Տեսնում ես, սա բոլորովին բացասական մի կերպար է, որը ի հակառակ է Աստծո որդի լինելուն։ Հովանես եղբայր, աշկի երևույթով եթե դատողություն անենք, մենք այսպես կորոշենք, որ տեսար առաջին փոք կրծեր եղբայրը թողեց գնաց ինչերով անցավ, ինչ մեղքեր գործեց վերջապես, բայց մեծը մնաց տան մեջ, հոր ներկայության մեջ, այսինքն տեսանելի հայացքով, փաստորեն այդպես դատողություն կանենք տրամաբանությունով մարդկային, բայց հոգևոր իմաստով ինչքան տարբեր է։ Ասում է ես ծառայում եմ քեզ։ Այո։ Ես այսքան տարի ծառայեցի քեզ եւ քո օրենքից դուրս չեկա։ Դուրս չեկա։ Նկատում ես ինչ կարա լինի։ Ուրեմն Հիսուսի նույն միտքն է, եղբայրներ, ինչով այն իրավիճակով, որը սկսվեց այս առակները, ինչպես սկսվեց, ես հիշեցնեմ։ Մաքսավորներն ու մեղավորները մոտենում էին նրան, որ լսեն նրանից։ Սրանց մեջ նրան լսելու փափակ կար։ Ես նորից եմ ասում, ովքեր են նրան լսելու փափակ ունեցող, ճշմարտությունից լինողները, թեև մեղավոր են եւ մաքսավոր, այն մեկն էլ մաքսապետ, Զաքեոս։ Բայց իրենց մեջ ունեին նրան լսելու փափակ։ Իսկ փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին եւ ասում, թե սա ընդունում է մեղավորներին։ Հիսուսը ասում է, իրենց համար եմ եկել,
Ձեզ համար չեմ եկել։ Նրանք ովքեր որ ընդունեցին Աստծո որդիներ լինելու կոչում ստացան։ Լինելու կոչվեցին, այո, իշխանություն ունեցան Աստծո որդիներ կոչվելու, որոնք ոչ թե ծնվեցին մարդու կամքից, բայց մարմնի այ որտեղ է թաքնված գաղտնիքը։ Իհարկե, մենք շեշտը դնում ենք այդ ասացի վրա, հետո չենք շարունակում։ Դա շատ զգուշ պետք է լինել Աստծո խոսքի հետ, կոնտեքստից դուրս ինչ որ բաներ կառուցել։ Շատ զգուշ։ Որովհետև ինչը որ մեր եսին է դուր գալիս, այդպես ենք մեկնաբանում, բայց դա ճշմարտությունը չի։ Այսինքն Քրիստոսի միտքը չի, քո միտքն է։ Այո։ Ուրեմն ես դրա համար այս առակները, այս երեքն էլ միացրեցի իրար, ոչ թե զանազանելու, այլ ինչպես ասացի, 100-ից 1-ի մասին է խոսում, հետո 10-ից 1-ի մասին է, բայց սա ոչ թե արժեքազրկվում է, քանի որ 10-ից, ընդհակառակ, 100-ից 1-ի կարևորությունը եւ 10-ից 1-ի կարևորությունը նույնն են, եթե ոչ ավելի, որտեղ 10-ից 1 հատը կորցնելը շատ ավելի բան է նկատելի, քան 100-ից 1-ը, այնպես չէ։ Այո, այնպես որ որակական առումով այս կինը շատ ավելի դրա համար սաստիկ փնտրեց նայել, մյուսը բարի հովիվ է, կյանքը դնում է միջև որ գնա փնտրի, այո, գտնի, որտեղ դրա մեջ է իր ուրախությունը, դրա համար է եկել, այս կնոջ ուրախությունն էլ իր առաքինությունը պահպանելու եւ չկորցնելու մեջ է եւ փնտրում է, սաստիկ աղլում է եւ այլև գտնում է եւ շատ ուրախ է դրա համար։ Հովանես եղբայր, մի կներեք մի զուգահեռել հետաքրքիր նկատեցի, որ գիտես երբ որ անալիզ ենք անում մեր կյանքի որպես մարդ, իրականում մարդը միշտ համակերպված է կորուստի հետ, նրա հաշվարկները շատ տարբեր են, ոչինչ մի հատը կորեց, բայց ունեմ շատը, այս տրամաբանություն եւ ցավոք սրտի սա սողոսկել է քրիստոնեական կյանքում, ոչինչ որ այդ եղբայրը չկա, ես էլի եղբայրներ ունեմ, պրոբլեմներից հեռու, ասենց ասած, ինչ կասես սրա մասին։ Այո, շատ դիպուկ նկատառում էր, շատ չեմ ուզենա դրա մասին խոսել, որտեղ ցավալի երևույթ է, բայց բոլոր հովիվների համար կոչ է սա։ Այո, որ նմանվեն բարի հովիվին։ Ամեն։ Այլապես վարսկան հովիվ են դառնում, այդ իմաստով։ Դա կողում եմ, որ Աստվածաշունչը երբ որ կարդամ, ճիշտ դրանից առաջ ինչը որ ես կարդացի, որ ես եմ բարի հովիվը եւ ճանաչում եմ եւ ճանաչվում եմ, դրանից առաջ խոսում է վարսկանների մասին, որոնք չունեն այդ ճանաչել, ճանաչվել, իրանց չի էլ հետաքրքրում դա։ Նրանց չի հետաքրքրում սիրել, սիրվել, ճանաչել, ճանաչվել, որդին վերադառնա հորը, այսինքն Աստծո էության ամբողջական կյանքը իրենց չի հետաքրքրում, որ դրա մասնակիցն են, որ դառնան Աստծո սիրո պատասխանը, Աստծո ճանաչելու, հայտնվելու պատասխանը, դառնան այն որդին, որին հայրը սպասում է։ Չի հետաքրքրում, բոլորովին չի հետաքրքրում։ Որովհետև Հիսուսի ասելով նրանք իրենց հայր ունեն եւ իրենց հոր ցանկություններն են անում, ոչ թե Աստծո։ Սա շատ կարևոր բան է։ Ուստի մեր առակները միասնական այս տեսակ բնույթ ունեն, բայց ես կուզեի ավարտել մեր այս զրույցը մեկ շատ կարևոր հարցումով, որ ես ինձ եմ տալիս, դուք ձեզ տվեք, իմ եղբայրներ քույրեր, դու քեզ ինչ տեսակ որդի ես համարում, դու որ որդին ես, կորսված որդի, թե հավատարիմ թվացող ավակ որդի որպես ծառա։
Սա շատ կարևոր հարցում է, որ արժե խորել ամեն մեկս մեզ համար։ Ես ինչ տեսակ որդի եմ։ Որ որդին եմ ես։ Այո։ Նորից ուզում եմ ասեմ, որ այստեղ պետք է համենայն դեպս առաջնորդենք Աստծո խոսքով, ցուցիչներով, հասկանալու ինչ տեսակ որդի եմ, ուրախացող, պետք է ուրախանայի, թե տխրեցի։ Պետք է որ ուրախանայի, բայց տխրեցի։ Շատ ճիշտ է Հովհաննես եղբայր, այո։ Աման։ Լուրջ մտածելու առիթ հասա մեզ համար։ Այո, սրանք շատ նուրբ հոգևոր կյանքի զգայուն թելեր են, որոնք Աստծո հետ մտերիմ ապրողները խորապես զգում են սա, այդ թրթիրը։ Իհարկե մենք մեղավոր բնույթ ունենք, իհարկե։ Ես կուզենամ այդ կորսվածը լինել, որ Տերը ինձ գա եւ բրդի։ Այ Հովհաննես եղբայր, ստե մի հետաքրքիր հարց ունեմ։ Դեռ 10 րոպե ունենք, թույլ տամ ինձ այս հարցը տալ։ Նկատում ես, որ հայրը, երբ որ որդին ասեց տուր իմ ստացվածքը, ես պետքա գնամ, հայրը չփորձեց հետ կանգնեցնել, չփորձեց համոզել, չփորձեց մեղադրանքներ ներկայացնել, նա սիրով արեց այդ գործը եւ ոչ միայն գնացողին, այլ մնացողին էլ տվեց, այդպես է գրված, երկուսին էլ տվեց իրանց վարձքը։ Ինչ էր հոր սրտում, երբ որ դա արեց, ինչու նա չբռնադատեց, որ չգնա։ Այ ստեղ այս հարցն եմ ուզում տամ, ինչ կար իր մտքում, իր խորհուրդների մեջ, չգիտեմ։ Այդ հարցը ուրեմն ես 24 տարեկանից ինձ տվել եմ եւ արդեն շուտով 50 տարի պիտի լրանա, հաջորդ տարի եւ Աստված մի փոքր մի կայծ տվեց ինձ, որտեղ ես իրեն խնդրեցի ասի Տեր Աստված, եթե ամեն 10 տարին մեկ ինձ հայտնություններ է տալիս, եթե նորից 10 տարի սպասեմ, դժվար թե ես այլևս կարողանամ միտքս աշխատացնել կամ չգիտեմ, արդեն հասակս մեծ է, բայց եթե անհրաժեշտ է, որ քո ուզածը արվի, դե ինձ պետք է շուտ հայտնես, բայց հետևյալը կարող եմ ասել եղբայրս, շատ կարճ եւ թողում եմ մնացածը արդեն Աստծո հոգուն, որ հայտնի մեզ լսողներին։ Երբ որ Աստված ասեց լույս լինի, տեսա, որ լույս եղավ եւ լույսը բարի էր, եւ ոչ թե այլևս խավարը վերացավ լույսը մեջտեղ գալով, այլ դիտմամբ, սենց ասեմ, մտադրված ցևով լույսը խավարից զատեց։ Սա մի հանգամանք է, որ ես ուզում եմ, որ մեր եղբայրներ քույրերը ուշադրություն դարձնեն սրան։ Մենք կարդում ենք արագանցնում ենք առանց մտածելու։ Առաջի վարակույրը, հիշում եք, տաճարի վարակույրը, մյուսը, առաջի վարակույրը, որ եղավ, սա էր։ Լույսը խավարից զատեց։ Մենք երբ որ մտնում ենք խավար միջավայր, սենյակ, լույսը վառում ենք, խավար չկա։ Բայց Աստված այդպես չի ուզել անել։ Աստված լույսը մեջտեղ բերեց, բայց բերեց մի հատ վարակույրով զատեց լույսը խավարից։ Զարմանալի բան է։ Հետո կարդում ենք, որ իր որդիներին, իրեններին դրեց այդ խավարի մեջ։ Այսինքն դրեց աշխարհի մեջ։ Աշխարհից չեն, բայց աշխարհի մեջ։ Ինչպես ես աշխարհից չեմ ասել,
բայց եկել եմ աշխարհ։ Այդ քեզ բան։ Իրեններին դնում է խավարի մեջ, չար միջավայրի մեջ, ու ասում է, որ չեմ աղաչում, որ ստեղից վերցնես, հապա չարից պահես։ Պողոս Առաքյալը այդ հարցը տալիս է, չի կարողանում պատասխանել։ Ասում է, ինչի էր պետք բոլորին արգելել կամ պարպակել անհավատության մեջ, որ բոլորին ողորմի։ Ինչու էր պետք այդ զատումը, այդ վարակույրը։ Այսինքն հասկանում եք ինչու՞մն է։ Այո։ Հակակշիռներ ստեղծվեց կարելի։ Եվ բայց հետո էլ տեսնում ենք շատ հետաքրքիր մի բան, ինչպես քիչ առաջ ասացի, հետո Աստված սկսում է իրեն հայտնել եւ ձգել իրեններին։ Այ քեզ բան։ Այդ չար միջավայրից աշխարհից եւ աշխարհի սիրուց կտրել, մերցնել աշխարհի սերը եւ իր սերը մեջտեղ բերել եւ ձգել բերել դեպի իրեն։ Բերել դեպի իրեն որպես իր սիրո պատասխան, բերել դեպի իրեն որպես իր լույսի որդիներ եւ բերել իրեն որպես որդի, որ վերադառնում է հորը։ Հասկանալի։ Եվ սա իր էյության ամբողջական արտահայտությունն է, որպեսի չլինի միակողմանի սեր, միակողմանի հայտնվել, միակողմանի հայր, այտենց գոյություն չունի։ Լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Միակողմանին լավ չէ ասեց, պետք է պատասխան լինի, իսկ այդ պատասխանը Եսայի 55:11-ում է։ Ինձանից դուրս եկած խոսքը, բանը, պարապ ետ չի դառնում, կատարում է իմ ուզածը հաջողում է, ինչի համար, որ ես նրան ուղարկեցի։ Այո։ Այ ես համար մի խորհրդավոր մի բացատրություն, թե ինչ է ստեղ թաքնված, ինչու է դնում խավարի մեջ, որ հետո երբ որ հայտնվի իրենները իրենց հարազատությունը, պատկանելիությունը, համապատասխանությունը զգալով ուղղակի մագնիսի պես քաշվեն կան դեպի հորը։ Ինչը տեղի ունեցավ այս որդու հետ, փոքր որդու հետ։ Մեծ որդին չունի այս ձգողականությունը։ Հա, ավելի վանողականություններ կան ձգողականություն։ Չէ, նա երկաթից չի, փայտ է։ Մագնիսը մոտեցնում ես, ոչ մի բան չունի։ Հա, հասկացա։ Ոչ Աստծո ուրախությունով է դարձնում, ոչ նրա սիրով, ոչ նրա որդի լինելով, ընդհակառակ։ Մենք այս առակի մեջ նկատում ենք, որ հայրը հերվից տեսավ, այսինքն սա նաև հոր մասին է խոսում առակը, որ սպասում էր, ինքը միշտ այդ սպասողական նա գիտեր, որ իր գենը իրատաղում մեջ է եւ այդ գենը հետ է բերելու իրան, ինչպես դուք ասեցիք, նա շատ լավ գիտեր։ Սա էլ այն պատասխանն է, որ դու հարցրեցիր, այսինքն ինչու տենց հեշտ ու հանգիստ տվեց։ Հեշտ ու հանգիստ տվեց, Աստված էլ հեշտ ու հանգիստ իրեններին դրել է խավարի մեջ։ Այո։ Անհավատության մեջ, որպեսզի բոլորին ողորմի, որպեսզի ցույց տա իր ողորմությունը եւ իր այդ ողորմության պատասխանը, որ նորից ողորմացողներն են։ Ողորմածերը ինչպես հայրն է ողորմած։ Այո։ Վերջին հաշվը Հովանես եղբայր, ինչպես կհասկանայինք Աստծո ողորմությունը, եթե չհայտնվենք այդ վիճակի մեջ։ Ինչպես կարող ենք գնահատել։ Սա շատ կարևոր։ Հենց այդ գնահատանքը կամ հասկանալը կամ պատասխանը Աստծո իրական սեփական կյանքն է։ Ամեն։ Իր կյանքն է դա, լինի սիրելը, լինի սիրվելը։ Դա էլ է իր կյանքը։ Ամեն։ Եվ մենք բոլորս նրա սիրո պատասխանն ենք։ Ամեն։ Այո։ Շնորհակալություն Հովանես եղբայր, շատ կարևոր թեմա էր եւ նորից մենք առնչվեցինք մեր, այսպես ասած, հոգևոր ճանապարհի մեջ եւս մեկ ցուցիչի, որը մեզ կուղորդի դեպի հայրը, ցուցիչներից մեկ այսօր մենք սովորեցինք, ինչպես ճանապարհային
նշաններ գոյություն ունեն, որոնցով մենք առաջնորդվում ենք, եւ եթե չիմանանք այդ նշանները, անպայման վթարի կենթարկվենք։ Այսօր էլ մենք մի ճանապարհային նշան սովորեցինք, որով հասկանում ենք մենք Աստծունն ենք, թե ոչ, որդի ենք, թե որդի չենք, եւ դրանցից մեկը սա է։ Պետք է որ ուրախ լինենք։ Վաու, շատ շնորհակալ ենք, Հովհաննես եղբայր, շատ, իրոք շատ կարևոր է։ Եթե կոչ ունեք սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք։ Աղոթենք եղբայր։ Մեր սիրելի եկնավոր հայր, նորից կրկին ու կրկին մեր գոհունակությունը, մեր շնորհակալությունն ենք հայտնում այդ մեր հայտնության համար, որ դու էիր մարմնացած, եկար եւ մեզ ճանաչեցրեցիր այն հորը, որի ծնունդն ենք, որի որդիներն ենք։ Շնորհակալ ենք այս ամեն ինչի համար։ Քո խոսքը իսկապես գանձ է, իսկ լույս է, սնունդ է, ամեն ինչ է մեզ համար դեր։ Շնորհակալ ենք այդ խոսքի համար, որ մեզ սնում ես, աճեցնում ես նույն խոսքով, որպեսզի դառնանք այդ խոսքը, որը կյանք եւ հոգի է, որը քո կյանքը եւ քո հոգին են։ Դեր շնորհակալ ենք այս ամեն բաների համար եւ նաեւ այն հանգամանքը, որ քո էության ամբողջական արտահայտության համար է, այսինքն քո փառքի համար է։ Մենք նաեւ սրա մասնակիցներն ենք, մենք ենք քո փառքի մասը, Տեր, շնորհակալ ենք այս բաների համար, որքան պետք է ուրախ լինենք մեր փրկության համար եւ նրանց բոլորի համար, ովքեր դեռ պետք է փրկվեն։ Ուղղորդիր մեր ուրախությունը, դարձրու քո ուրախությունը, Տեր, այսպիսով միմիան ծառայենք, ապրենք եւ շնչենք քո փառքի համար։ Հիսուս Քրիստոսի անունով եմ խնդրում։ Ամեն։ 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 Փառքստեր։ Պարտիրոջը, չգիտեմ, այսօր թե ապաշխարություն տեղի ունեցավ, թե վերլուծություններ մեր կյանքի մեջ հետ նայեցինք մեր անցած ճանապարհը, մեր մտքով անցավ այն մարդիկ, որոնց համար մենք շատ ուրախ չէինք, բայց պետք էր որ ուրախ լինենք, եւ այսօր ինչ որ բան կշտկվի վստահ, թե իմ կյանքում, եւ թե բոլորիս կյանքում սերի քուրեր եղբայրներ, եւ դա Աստծո ամենանուրբ զգայական կողմեն են, թույլտվեք այսպես ասեմ, ուր է, հիշեցի նաև այս խոսքի մեջ, այս խոսքը, երբ որ Տերը Կայենին հարցրեց, ուր է քո եղբայրը, այս ուրեմն խոսքով ավարտենք այսօրվա եթերը, բայց մենք լուրջ մտածենք օրվա մեջ, Հովհաննես եղբայր, Տեր օրհնի ձեզ շատ, սիրում ենք ձեզ եւ շնորհակալ ենք այսօրվա համար, որ դուք մեզ հյուր եկաք եւ խոսքի համար մնացեք խաղաղությամբ, օրհնված, հաջողված եւ պատղաբեր եղեք շատ Տերով եղբայրը շնորհակալ եմ։ Պարտիրոջը։ Այսպեսին էր մեր եթերը սիրելի քուրեր եղբայրներ եւ մենք ունենք արդեն շաբաթ կիրակին առջևում, կարծես թե այս խոսքը մեզ շաբաթվա վերջի այս ծրագրի հատուկ էր, այն իմաստով որ դեռ շաբաթ եւ կիրակի ունենք այս երկու օրվա մեջ մենք կարող ենք մեր բոլոր հարցերը լուծենք եւ պատասխանենք Տիրոջը, ուր է մեր քույրը կամ եղբայրը։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։